Բարև ձեզ, սիրելի երիտասարդներ եւ բոլոր մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակում կլսեն այս ամեն ինչը։ Ուրեմն մենք այսօր պիտի խոսենք աղոթքի մասին, բայց պետք է խոսենք ոչ թե մարդու աղոթելու մասին, այլ ինչպես է Աստված ընկալում աղոթքը։ Ի սկզբանե պետք է մի շատ կարևոր ճշտում անենք, որ որևէ մարդ չի կարող իմանալ, հաստատական կերպով, թե ինչպես է Աստված ընկալում աղոթքը, ընդհանրապես Աստծո կողմից մարդու հանդեպ շփումը, Աստծո մարդացումը եւ ընդհանրապես աստվածային ներգործությունը մարդու վրա, սա խորհուրդ է եկեղեցու համար, ընդհանրապես մարդու համար եւ մենք չենք կարող ինչ-որ մեխանիզմներ ցույց տալ, թե ինչպես է հստակ Աստված գործում այս կամ այն մարդու մեջ կամ այս կամ այն մարդու աղոթքը լսում է, թե չի լսում, այսինքն մենք մի ինդիկատոր չունենք, որը ցույց կտա, որ այո, այս պահին Աստված լսեց մարդու աղոթքը, բայց ինչի մասին մենք պետք է խոսենք։ Մենք պիտի խոսենք, թե ինչքանով է Աստված ու աստվածայինը մարդու կյանքում ստեղծում դրական իմաստ, որովհետև իմաստի արկայությունը մարդու կյանքում աստվածայինով իր կյանքը լցնելու կարողությունը մղում է մարդուն ռեալ ու պրակտիկ քայլերի։ Եվ սա հասկանալու համար մենք պետք է փորձենք մի փոքր լայն սպեկտր վերցնել, ժամանակամիջոցի, որպեսզի հասկանանք նախ եւ առաջ ժամանակակից մարդուն։ Ուրեմն սկսենք նրանից, որ ժամանակաշրջանները ու մարդու հայացքները փոփոխման ենթակա են եւ մարդը միշտ չէ, որ Աստծուն ընկալել է այնպես, ինչպես ընկալում է հիմա եւ միշտ չէ, որ ունեցել է գաղափարների ու իմաստների այն զանազանությունը, որ ունի հիմա։ Ուրեմն եւ սա ինչի համար է կարեւոր, որպեսզի մենք կարողանանք հասկանալ եւ հեթանոս մարդուն, եւ հին ուխտի ժամանակվա մարդուն, եւ 19-րդ դարի, եւ 20-րդ դարի, եւ ժամանակակից 21-րդ դարի մարդուն, որովհետեւ մենք ուզենք թե չուզենք, մենք ապրում ենք գաղափարների միջակայքում, որոնք ստեղծում են մեր կենցաղը, մեր պրակտիկ կյանքը, սկսած մեր գնումներից, վերջացրած մեր շփումներից, ընտանիքի, պետության, հասարակության, ընկերության ու տարբեր բաների մասին մեր պատկերացումները, որոնք ձևավորում են ըստ էության մեր կյանքը։ Ուրեմն կյանքի իմաստի փնտրտուքը եղել է երևի մարդկության արարման հենց սկզբից։ Եվ այս կյանքի իմաստը գտնելու համար մարդիկ տարբեր համակարգեր են ստեղծել, որպեսզի մեր այս երկխոսությունը չվերածվի մի տեսակ դասախոսության, փիլիսոփայության մասին դասախոսության, ես կփորձեմ մի քանի կարճ ակնարկներ անել։ Ուրեմն անտիկ աշխարհում, Հունաստանի ու Հռոմի, այսպես ասած, մշակույթների մեջ, ինչու եմ շեշտը դնում այս երկուսի վրա, որովհետև մենք ըստ էության, մենք հայերս եվրոպական այս մշակույթի կրող ենք, մանավանդ Խորհրդային Միության ժամանակ, սա շատ խորը կերպով ներգործել է, ներթափանցել է մեր հասարակություն, մեր գիտակցության մեջ, եւ մենք փորձել ենք եվրոպական այս մշակույթի, հունական, հռոմեական եւ դրանց նաեւ ճյուղավորումների հետևորդը լինել, կրողը լինել եւ ժամանակակից հայ մարդու մտածողության մեջ ամեն դեպքում արժեհամակարգը, մտածողությունը, վերլուծությունները հենց հունական, հին հունական եւ հռոմեական են ավելի անտիկ աշխարհի առումով, քան ավելի արևելյան, օրինակ, չգիտեմ, հինդուիստական, չինական, ճապոնական եւ այլն, չնայած նրան, որ Հայաստանը իր աշխարհագրությամբ Ասիայի, Եվրոպայի մեջտեղն է եւ մենք ոչ լրիվ ասիական ենք, ոչ լրիվ եվրոպական ենք մեր մտածողությամբ եւ ինչու եմ ես խոսալով աղոթքի մասին չեմ շատ հայրերի չեմ մեջբերում, ու հայրաբանական տրամաբանությամբ չեմ խոսում, որովհետեւ ցավոք սրտի ժամանակակից հայ մարդու, հայ երիտասարդի, հայ չափած մարդու
եւ առհասարակ, հա, անկախ իր ապրելու տեղից հայ մարդու, հայ քրիստոնյայի համար գաղափարական պատկերացումներ կազմելու առաջնային մոդերատորները, մտքի առաջնային լիդերը հայրերը չեն, այլ հեղինակներ են, այլ մարդիկ են, ժամանակակից այս օրվա աշխարհում դրանք հիմնական ֆիլմերն են, տարբեր տեսանյութերն են, տարբեր բլոգերներն են եւ այլն, եւ մենք այսօր պիտի փորձենք այս կյանքի իմաստի հանրային ընկալումները հասկանալ եւ հասկանալ, թե ինչն է մեզ խանգարում, որպեսզի մենք մեր աղոթական կյանքը ապրենք ճշմարիտ Աստծո հետ եւ Աստծո ներկայության մեջ։ Ուրեմն հին հունական մարդը եւ հեթանոս շրջանի մարդը աշխարհը չէր պատկերացնում այնպես, ինչպես պատկերացնում ենք մենք, որովհետեւ միֆը եւ դիցաբանությունը ոչ թե հեթանոս մարդը պատկերացնում էր ինչ-որ գաղափարական զուտ վիրտուալ տիրույթում, այլ իրական կերպով պատկերացնում էր այս ամեն ինչը։ Հոմերոսը, Վերգիլիոսը, Հերակլիտեսը, Զենոն Աթենացին եւ այլն այս անտիկ շրջանի հեղինակները խոսելով մարդու մասին ընդհանրապես նաեւ Պլատոն, Արիստոտելը հղում էին կատարում իր հենց միֆական պատկերացմանը, այսինքն մարդու աշխարհը այնպիսի աշխարհ էր, որտեղ կար Զևսը, Հերան, որտեղ կային տարբեր նիմֆեր եւ այլն, եւ սրանք շատ իրական էին թվում մարդկանց համար, այսինքն ոչ թե թվում, այլ մարդիկ իրոք ստեղծում էին այդ իրականությունը իրենց կողքը։ Եվ իհարկե այստեղ մենք շատ կարևոր հարցի պետք է անդրադառնանք, հա, որը օրինակ Շոպենհաուերն է խոսում դրա մասին, որ մենք ըստ էության ապրում ենք ոչ թե օբյեկտիվ կյանք, այլ ապրում ենք մեր պատկերացումների աշխարհում։ Այսինքն մենք ինքներս ենք ստեղծում այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, եւ եթե մենք այդ աշխարհում թույլ ենք տալիս, որ լինի Զևսը եւ այս օրինակ հայկական, հա, միջավայրում ունենք Վահագնը, Արամազդը, Տիրը, Միհրը եւ այլն, մենք անպայման գտնում ենք այդ ամեն ինչը, այսինքն մեր պատկերացումները նաև կանխորոշում են մեր աշխարհայացը եւ ըստ էության կառուցում են այն աշխարհը, որում մենք ապրում ենք։ Եվ հեթանոս մարդու համար կյանքի իմաստը այս կյանքն ու այս աշխարհն է, որովհետեւ եւ հունական դիցաբանությունը չէր տեսնում որևէ լավ բան մահվանից հետո։ Ձեզ երևի ֆիլմերից կամ, չգիտեմ, այլ գրականությունից ծանոթ է, որ Աիդը անդրշիրիմյան կյանքը ինքը ըստ էության ոչինչ չկատարվող մի տեղ էր եւ նաեւ հրեական Շեոլը 5 տակարանում, հա, նույնպես ինչ որ լավ բան չէր ասում մարդուն, որ լինելու է իր մահվանից հետո։ Այսինքն մարդը Շեոլը փոս էր, հա, նշանակում կամ նույն Գեհենը եւ մարդու ապրելու, արարելու կամ իր ամենալավ ոսկե դարը հենց իր մարմնի մեջ ապրելու ժամանակահատվածն էր։ Եվ մարդիկ կյանքին վերաբերվում են այս տրամաբանության մեջ, որ ամենակարևոր բանը, որ մենք ունենք, այս ժամանակի կյանքն է, այս օրվա կյանքն է։ Եվ պետք է ապրել որոշակի բարոյական նորմերով, որպեսզի դու կարողանաս այդ կյանքը լիարժեք ապրել, այս պահի ժամանակի կյանքը։ Եվ մի ուրիշ խնդիր էլ կար, որը չկար հրեական ընկալումներում, բայց կար հունական ընկալումներում, որ ժամանակը ոչ թե անընդհատ ընթացող այսպես նետի նման մի բան էր, այլ շրջանակ, որ անընդհատ կրկնվելու էր, այսինքն մարդը անընդհատ ծնվելու էր, անընդհատ գործելու էր նույն սխալները, նույն հիվանդությամբ հիվանդանալու էր, նույն ձևով մահանալու էր եւ ըստ էության մարդը ընտրություն չուներ այս անընդհատ ժամանակի շղթայի մեջ լինելու եւ սա իհարկե անիմաստ է դարձնում ամեն ինչը, որովհետեւ ինչ էլ դու անես, միևնույնն է դու կրկնում ես այն, ինչ արել ես, հա։ Եվ մարդիկ ապրում են այս ընկալման մեջ, եւ այս ընկալման մեջ դիցերը, որոնց մարդիկ պաշտում էին, իրենց կյանքի ոչ թե իմաստ տվողն էին, հա, այլ մի տեսակ վերահսկողն էին այս ամեն ինչի, պատժողներն էին այս ամեն ինչի, եւ դրա համար հույները եւ հեթանոսները ընդհանրապես ոչ թե ունեին ջերմ հարաբերություններ իրենց դիցերի հետ, հա, իրենց ընկալման մեջ, հա, մի պահ պատկերացնենք, որ այս ամեն ինչը իրականության մասին ենք խոսում։ Ոչ թե ունեին ջերմ հարաբերություններ, այլ զուտ
այնպիսի հարաբերություն, ինչպես կարող է ունենալ բանտարկյալը բանտապետի հետ, մեկի հետ, որը պիտի վերահսկի իրեն, պատժի, եթե ինքը ինչ-որ բան սխալ է անում, կամ այդ կարճ ժամանակը, որ իրեն տրված է իր կյանքը ապրելու համար, պիտի քչացնի, վերջացնի եւ տանջանքի ու տառապանքի մատնի նրան։ Եվ այս զոհաբերությունները, որ կատարվում էին, սրանք նրանց բարեհաճությունը շահելու համար են։ Մի տեսակ կաշառքներ էին, որ տրվում էին այս դիցերին։ Հրեական ընկալումը իհարկե որոշ տարբերություններ ուներ հունական ընկալումից, բայց պետք է հասկանալ, որ 5 տակարանյան մարդկության, 5 տակարանյան ժողովրդի ընկալումները միֆական առումով եւ Աստծո անթրոպոմորֆիզմի մարդակերպության առումով շատ չէր տարբերվում հունական ընկալումներից։ Եվ Աստված մարդկանց հետ խոսում է իրենց հասկանալի լեզվով։ Շատ կարևոր է հասկանալ, որ ոչ թե 5 կտակարանում Աստված այլ է նոր կտակարանում, այլ ժամանակաշրջանը ու մարդկանց պատկերացումները Աստծուն դարձնում են մարդու համար ավելի հասկանալի եւ ավելի ընկալելի, որովհետեւ Աստծո ամենամեծ նպատակը մարդկանց ընկալելի, հասկանալի լինելն էր իրենց ժամանակաշրջանի համար, իրենց լեզվամտածողության մեջ եւ անթրոպոմորֆ Աստծո այս կերպարը, որը տարբեր զգացումներ ունի, շատ մարդկային տարբեր զգացումներով է արտահայտում իր բարկությունը, ուրախությունը, ընտրում է մարդկանց նաև շատ մարդկային չափանիշներով, սա մարդկանց հասանալի լինելու համար էր եւ իզուր չէ, որ Պողոս առաքյալը խոսելով Քրիստոսի բանն Աստծո լոգոսի մարմնացման մասին, ասում է, որ 5 տակարանը դաստիարակն էր, իսկ դաստիարակը հունական ընկալում պետագոգ բառը, ոչ թե ուսուցիչն էր, այլ այն մարդը, ով ուղեկցում էր մարդուն դեպի կրթություն, դեպի դպրոց, այդ ճանապարհն էր տանում նրան։ Ուրեմն սա շատ կարևոր է հասկանալու համար, որովհետև եւ կյանքի իմաստը գտնելու համար այս ժամանակաշրջանի մարդիկ ապրում էին մի տեսակ անցումային փուլում, որտեղ Աստված լինելով իրենց միֆական ընկալումների մեջ, պատկերացումների մեջ, ամեն դեպքում իրենց փորձում էր ազատագրել ժամանակի մասին այդ պատկերացումներից, որ իրենք ընտրություն չունեն ապրելու։ Եվ դրա համար 5 տակարանում կար Շեոլը եւ Աբրահամի գիրկը, որը ըստ էության նշանակում էր հանգիստ արդարների համար, արդեն այստեղ երևում էր ինչ որ լուսավոր կետ, որ պիտի գա մահվանից հետո։ Ուրեմն այս պատկերացումները մարդու կյանքի իմաստ գտնելու հասկացանք, որ վաղ շրջանում ամփոփվում են միայն մարդու կյանքի մեջ։ Բայց քրիստոնեության տարածման հետ զուգահեռ եւ այս տարածումը անխուսափելիորեն վերում էր նաեւ քրիստոնեական գաղափարների աղավաղում, առաջի բախումը, որ կար քրիստոնեության եւ աշխարհի հետ, դա աշխարհի մասին պատկերացումն էր, ընկալումը։ Եվ քրիստոնեական ոսկե դարում, երբ որ քրիստոնեական գաղափարները գերակա էին, անդրշիրիմյան կյանքը, մահից հետո կյանքը դարձավ ավելի կարևոր, քան այս ժամանակի կյանքը, որը լրիվ հակառակն էր հեթանոս անտիկ մտածելակերպի։ Եվ ստեղ արևմուտքում առաջացան ինդուլգենցիաները, ինկվիզիցիայի գաղափարը ընդհանրապես, եւ ընդհանրապես կյանքը սկսեց բաժանվել ներկայի եւ ապագայի, ապագան դա հավիտենական կյանքներ, անդրշիրիմյան կյանքներ, եւ այս հավիտենական կյանքը սկսեց գերադասվել ժամանակի կյանքից եւ մարդիկ ըստ էության սկսեցին իմաստ չգտնել այս ամենը։ Եվ սա անգամ վաղ առաքելական շրջանում Թեսաղոնիկեցիներին ուղղված Պողոս առաքյալի թղթում արդեն իսկ երևում է, որ մարդիկ հրաժարվում էին աշխատել, հրաժարվում էին ինչ-որ բանալ, որտեղ սպասում էին Քրիստոսի երկրորդ գալստյանը, այսինքն պատրաստվում էին մարմնից դուրս, այսպես ասած, կյանքի։ Եվ մարդկանց բոլոր կյանքի իմաստը դարձավ այս անդրշիրիմյան կյանքը եւ շատ ժամանակ թվում էր, թե
կարելի է այս կյանքում ոչ մի բան չանելով նաև մեղք չգործել, հա, պարզ է, չէ, որ եթե դու ոչինչ չես անում այս կյանքում, մեղք էլ չես գործում, ուրեմն գոնե նպատակ ունես կամ հնարավորություն ունես չտանջվելու քո մեղքերի համար։ Եվ սա անտարբերության մեծ փուլն էր եւ նաեւ մարդկային դաժանության մեծ փուլն էր, որովհետեւ մարդու ներկա կյանքի արժեքը բավականին իջավ եւ ներկա կյանքի մասին մտածելը համարվում էր ոչ կրոնական ու ոչ էթիկապես ոչ ճիշտ։ Եվ այս շրջանը վերջացավ 16-րդ դարով, 16-17-րդ դարով, երբ որ եկան այսպես ասած լուսավորականության գաղափարը, որ ըստ էության վերածնեց անտիկ մտածելակերպը, անտիկ ընկալումները, եւ սա բերեց խեղման նաեւ անտիկ մշակույթի եւ անտիկ հասկացողությունների ու մարդկանց աշխարհայացի վերափոխման եւ այսուհետ մարդիկ իրենց կյանքի իմաստը սկսեցին փնտրել ոչ թե հավիտենական կյանքի, այլ անդրշիրիմյան կյանքի մեջ, այլ զվարճանքների, հաճույքի մեջ, հա, եւ հին աշխարհի վերածնումը ոչ թե հին աշխարհի մշակույթի վերածնումն էր, այլ հաճույքների եւ անսանձության վերածնումն էր, որովհետեւ մարդու կյանքը, մարդու ժամանակի կյանքը բացարձակացվեց եւ այդտեղ հաճույքները բացարձակացվեցին եւ մարդու ազատությունը սկսեց դիտարկվել ըստ էության անբարոյականության մեջ։ Ես էլի իհարկե մեծ գայթակղություն ունեմ խոսելու այդ ժամանակի հեղինակների մասին, ովքեր այդ գաղափարները, մտքերը եւ այլն տալիս են, բայց քանի որ շատ երկար է, որտեղ եթե սկսենք վերլուծել, պիտի վերլուծենք ամբողջ համատեքստը, ամբողջ կոնտեքստը այդ ժամանակաշրջանի։ Դրա համար կփորձեմ այս կարճ ներածություն համարենք, հա, մինչև մեր ժամանակները 20-21-րդ դար, որպեսզի մեր ժամանակի հիմնական մասը ծախսենք հենց ժամանակակից ընկալումների վրա։ Եվ ուրեմն այս ժամանակը գիտության, գերակայության, աշխարհ ճանաչողության, ռացիոնալիզմի, եւ դրա հետ մեկտեղ նաեւ հաճույքների ֆետիշացման այս ժամանակաշրջանը եկավ հասավ մինչև 20-րդ դար, մինչև առաջին համաշխարհային պատերազմ եւ մի տեսակ այս ընթացքում 16-ից մինչև 20-րդ դար հստակ բաժանում եղավ աշխարհիկ եւ հոգեվոր աշխարհների մեջ եւ աշխարհիկ ու հոգեվոր մարդկանց մեջ, որովհետեւ իհարկե քրիստոնյաները ոչ միտեղ չկորեցին, կային մարդիկ, կային վանքեր, կային մարդիկ, ովքեր ջերմերանտ կերպով շարունակում էին հավատալ Աստծուն եւ շարունակում էին իրենց կյանքը ապրել կամ ձգտել փորձել ապրել հանուն Աստծո եւ դրա հետ մեկտեղ կար լրիվ աշխարհիկ մի հասարակություն, որտեղ արդեն կրոնական դիալոգը, մարդու բարոյականության մասին կրոնական ընկալումները ավելի գաղափարական ընկալում ունեին, քան առօրեական, կենցաղային եւ քննարկվում էին որպես այդպիսին, քննարկվում էին որպես գաղափարներ, բայց չէին քննարկվում որպես ընկալում։ Եվ տեսեք, սկսած հրեական ժամահին հեթանոսությունից մինչև այս պահի մարդիկ, հա, մինչև 19-րդ դար, 20-րդ դարի սկիզբ, մարդիկ շարունակում էին աղոթել, բայց ինչն էր խնդիրը, որ Աստծո ընկալումը մարդկանց կյանքում, տեսեք, բավականին փոփոխվել էր, եւ քանի որ մենք աղոթքի մեջ Աստծո ներկայությունն ենք փորձում գտնել եւ տեսնել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ Աստծո էին ընկալում մարդիկ։ Եթե հունական ժամանակներում Աստծո կերպարը, Աստծո գաղափարը, սա այս ժամանակի մարդու գոյության, հա, գոյության արդարացման, նաեւ հասարակական ստատուսը պահպանող Աստծո կերպարներ են կամ դիցերի, ապա միջնադարում, լայն վերցրած միջնադարյան սպեկտրում, սա անդրշիրիմյան բերկրանքի տանող Աստված էր եւ արդեն 16-րդ, 17-րդ դարից Աստծո պատկերը մի տեսակ ասկետիկ դարձավ, հա,
Այսինքն կար գերակա այդ հաճույքի փիլիսոփայությունը, հաճույքի տրամաբանությունը եւ կար ասկեզան, որը հրաժարվում էր այս հաճույքներից, աշխարհիկ այս ամեն ինչից հանուն հոգու հավիտենականության, հանուն հոգու ծաղկման եւ այս ժամանակաշրջանում է, որ ընդհանրապես այս մեծ տարբերությունը մարդու հոգևոր ու աշխարհիկ կյանքի մենք հստակորեն տեսնում ենք, հա, եւ երկուստե քննադատվում է մի կողմից աշխարհիկների կողմից հոգևոր կյանքը, դոգմաները, բայց այստեղ մի կարևոր պետք է մենք նշում անենք, որ այս քննադատությունները շատ հաճախ ոչ թե օրինակ Ֆոյերբախի, Շոպենհաուերի եւ այլն քննադատությունները ոչ թե ուղղված են քրիստոնեությանը որպես այդպիսին, այլ քրիստոնեության արևմտյան մոդելին, հա։ Ես ինչի չեմ ասում կաթոլիկ եկեղեցու, որովհետև կաթոլիկ եկեղեցին բազմազան եկեղեցի է եւ տարբեր համայնքներ կան կաթոլիկ եկեղեցում, սա եվրոպական արևմտյան մոդելին, նույնը նաեւ ուղղափառ եկեղեցին կա, որ այդ արևմտյան մոդելի մեջ էր այդ ժամանակ։ Այրան ուղղված քննադատությունն է բողոքականներին, հա, որոնք էլի նույն այս արևմտյան մոդելի մեջ էին։ Եվ որտեղ գերակայում էր շատ այդ միֆականությունը, սիմվոլիզմը, քրիստոնեական սիմվոլիզմը եւ հավատքը ըստ էության հասարակական կարգի էր վերածվել ոչ թե մարդու անձնական սխրանքի, հա, եւ հոգեվոր կյանքը այս մարդու անձնական սխրանքը առաջ տանելու կարևոր երևույթներ, որի մեջ բախում էր առաջացել։ Ուրեմն առաջին համաշխարհային պատերազմը սկսեց եւ այստեղ չեն կարող չխոսել ուղղակի Նիցշեի մասին, ով հայտարարեց Աստծո մահվան մասին եւ ասաց, որ Աստված մահացել է, բայց Աստծո մահը իհարկե սա գաղափարի մահացումն էր, հա, այսինքն Աստծո գաղափարը Աստված որպես կյանքի իմաստ այլևս մարդկության համար գոյություն չուներ, ըստ Նիցշեի։ Եվ հետագա եվրոպական մտածողները մոդեռնիստական ու պոստմոդեռնիստական հենվում էին այս գաղափարի վրա։ Եվ Ալբերտ Քամյուն մի շատ հետաքրքիր ստեղծագործություն ունի, գերմանացում գրված նամակ, որտեղ ինքը խոսում է երկրորդ համաշխարհայինի մասին, ընդհանրապես մարդու ընկալումների մասին եւ ասում է, որ մենք Նիցշեին երկուսս կարդացինք, հասկացանք, որ Աստված մահացել է, մենք ընտրեցինք մարդը, որ պետք է ինքը իր կյանքը արդեն կառավարի, իսկ դուք ընտրեցիք ամենաթողությունը, հա, եւ այս հեղինակները շատ համոզված կերպով ասում էին, որ վերջ այլևս Աստծո իմաստը, Աստված իմաստը չէ կյանքի, եւ ինչն է հետաքրքիր, որ հիմա մեր քրիստոնյաներից լսել քրիստոնյաներիս համար, երբ որ մենք այս գաղափարները լսում ենք, առաջի բանը, որ մեր մոտ առաջանում է, դա մենք մի տեսակ ուզում ենք հետ հրել մեզնից այս գաղափարները, հա, ասել, որ սա մերը չէ, ոչ, մենք այդպես չենք մտածում։ Բայց ցավոք սրտի մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ այո, Աստված, հոգևորությունը, քրիստոնեությունը եւ մարդու փրկությունը կարևորագույն իմաստը չեն կյանքի։ Ես չեմ խոսում անհատական մակարդակում, խնդրում եմ սա շատ ուշադրությամբ, հա, ֆիքսել, որ ես ոչ թե խոսում եմ անհատ մարդկանց, այլ հասարակությունների աշխարհի